Օգոստոսի 2-ին այս շենքից ներս կմտնի ազգային ժողովի նոր կազմը։ Նրանք 5 տարի շարունակ կընդունեն օրենքներ, կհաստատեն բյուջեն և կկայացնեն երկրի ապագայի համար կարևոր որոշումներ։ Բայց մինչև այստեղ հասնելը նրանք հանձնել են ամենակարևոր քննությունը, ստացել են ընտրողների վստահության քվեն։ Քվեն արդեն տրված է, արդյունքները ամփոփված։ Ժամանակն է հասկանալու, թե քաղաքական ինչ պատկեր է ձևավորվել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այսպիսով 9-րդ գումարման ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիրն ունի մեծամասնություն և ինքնուրույն առանց այլ ուժերի աջակցության կարող է կառավարություն ձևավորել։ Խորհրդարանական ընդդիմության տեղերը կզբաղեցնեն ուժեղ Հայաստան և Հայաստան դաշինքները։ Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարան անցնել-չանցնելու հարցը մնում է անորոշ։ Ընտրությունների որակը փաստող առաջին թիվը քաղաքացիների մասնակցությունն է։ Քաղաքական պայքարը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ թվով ընտրողների կարողացավ բերել ընտրատեղամաս։ Մարդիկ, ովքեր գուցե այլ պայմաններում չգնային ընտրատեղամասը եւ չքվեարկեին, տեսնելով այդ Ռուսաստանից եկած մարդկանց հոսքը, իրենց մոտ ընդվզում էր առաջացել եւ իրենք որոշել էին գնալ եւ իրենք էլ մասնակցել քվեարկության, որ իրենց փոխարեն Ռուսաստանում ապրող ինչ-որ մարդ, որ այնտեղ է ապրում, այնտեղ է հարկեր մուծում, այնտեղ է ընտանիք կազմել եւ աշխատում, որովհետեւ նա իրենց փոխարեն չընտրի, թե Հայաստանում ինչ լինի։ Բայց սա գործոններից մեկն է։ Ընտրողների բարձր մասնակցությունը նաև ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ցուցիչ է։ Փորձագետները միակարծիք են հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրությունը ժողովրդավարության հաղթանակի մասին էր։ Արդյունքները իսկապես ցույց տվեցին, որ Հայաստանը ունի աճող ժողովրդավարական մշակույթ։ Մենք տեսանք ընդդիմությունը, որը չունի այդ շատ ընդդիմության գաղափարախոսությունները կամ իրենց հայեցակարգը հիմնված չի ժողովրդավարական արժեքների վրա, բայց մենք իրենք տեսանք, իրանք ընդունեցին այդ ժողովրդավարական մշակույթը եւ գնացին գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, բակից բակ։ Իշխանություն ստացող ուժը հավաքել է կրկնակից ավելի, քան ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժը։ Ինչը նշանակում է, որ ժողովրդավարական տենդենսները, ժողովրդավարական մոտեցումները Հայաստանի Հանրապետությունում էականորեն ավելի են արմատացած եւ Հայաստանի հասարակության էականորեն ավելի մեծ մասը ժողովրդավարական ապագա է տեսնում, քան այն մարդիկ, ովքեր կարծում են, թե հնարավոր է ռուսական ավտորիտարիզմը Հայաստանում տարածել։ Որ ընտրությունները ժողովրդավար էին, թափանցիկ գործընթացին հետևող տեղական ու միջազգային տասնյակ դիտորդական կազմակերպություններ փաստեցին, համակարգային ընտրախախտումներ չեն արձանագրվել, բայց եւ արտաքին միջամտությունների մասին հստակ գնահատականներ հնչեցին։ Պետք է առանձնացնել արտաքին ճնշումն ու միջամտությունը, նկատել ենք առևտրի սահմանափակման քայլեր, հատկապես Ռուսաստանից։ Դա ուղեկցվել է Դաշնության տարբեր պաշտոնյաների ելույթներով։ Միայն արևմուտքից չէ, մեր տարբեր գործընկերներից Հնդկաստանից սկսած, Կանադայից վերջացած, շնորհավորել են այս արդյունքները, որտեղ բոլորի համար ակնհայտ է, որ ունեին ազատ եւ թափանցիկ ընտրություններ։ Բնականաբար դիտորդները նշել են, որ տարբեր խնդիրներ եղել է, յուրաքանչյուր երկրում սա լինում է, այսինքն 100% ժողովրդավարական մշակույթ ունենալը կամ այդ տեսակի արդյունքներ ունենալը շատ դժվար է ապահովել։ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշմամբ եւ արևմուտքի միջամտությամբ։ Ընտրակեղծիքներից խոսել է Ռուսաստանի ԱԿՆ ներկայացուցիչը, մի երկրի, որտեղ այսպիսի կամ էլ այսպիսի ընտրություններ են կազմակերպվում, հիշեցնում են փորձագետները։ Բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը ընտրություն կեղծելու առումով ամենազարգացած մշակույթ ունի։ Այդ առումով մի քիչ անհասկանալի է, որ ոնց կարող մի երկիր, որ տարիներով ժողովրդավարական ընտրություններ չի ունեցել եւ մասնակցել է այն կեղծիքներով ներկայիս փորձում է Հայաստանին քննադատի այն թեմայի շուրջ, որը իսկապես փաստացույց է տալու, որ այդ տեսակի բան չկա։ Մոսկվան չի շտապում շնորհավորել քաղաքացիական պայմանագրի հաղթանակը, այն դեպքում, երբ դիտորդական բոլոր առաքելությունները, որոնց կազմում մեր տեղեկություններով Ռուսաստանի շուրջ 113 դիտորդ է մասնակցել, այդ թվում ՌԴ Պետդումայի պատգամավորներ, դիվանագետներ, ընտրության ժամանակ չեն հայտնաբերել ընտրախախտումներ, որոնք կարող էին ազդել վերջնարդյունքի վրա։ Ակնհայտ է, պրոցեսի մեկնարկի առաջին օրից իրենք արևմտյան միջամտության մասին են խոսում, մոռանալը, որ իրենց պետության անձնագիր ունեցող քաղաքացին Հայաստանում այն կուսակցության առաջնորդ նեստերության,
որը մասնակցեց եւ որի հետ կապված բազմաթիվ այդ ուժի հետ կապված բազմաթիվ հենց ընտրակաշառքի դեպքեր բացահայտվեցին։ Հիմա հարց Մարիա Զախարովային, արդյոք Ռուսաստանի Դաշնությունը չի միջամտել Հայաստանում ներքին գործընթացների, մասնավորապես ընտրությունների։ Անցյալում Հայաստանն ունեցել է բազմաթիվ անարդար ընտրություններ, այո, բայց Ռուսաստանը վարկենական շնորհավորել է։ Այսինքն սա լուրջ քննարկման թեմա չէ, որ Ռուսաստանը սկսում է այս հարցի շուրջ խոսել։ Ընտրակաշառքների հարյուրավոր դեպքեր, ընտրական միգրացիա, միլիոնավոր դոլարներ արժեցած ընտրարշավ ու հիբրիդային գրոհներ։ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ դրանք այնուամենայնիվ իրենց հետքը թողեցին արդյունքների վրա։ Իշխանությունների որակյալ մեծամասնություն ունենալ չունենալու հարցի վրա ազդեցություն ունեցան։ Երրորդը իշխանությունների սահմանադրական մեծամասնությունից հեռավորության վրա ազդեցություն ունեցան եւ ամենակարևորը Քոչարյանի Հայաստան Դաշինքի շեմը հաղթահարելու հարցում ակնհայտորեն ազդեցություն ունեցան։ Այդուհանդերձ Հայաստանը արեց հնարավորը այդ ամենը չեզոքացնելու համար, շարունակում է փորձագետն ու հիշեցնում, Ռուսաստանն իր ռեսուրսներով ու ազդեցությամբ խոշոր խաղացող է։ Պուտինը եւ Կրեմլը դժգոհ են ոչ թե ընտրությունների արդյունքներից, այլ ընտրությունների արդյունքների եւ Հայաստանում ռուսամետների կողմից իրենց ներկայացված սպասումների տարբերությունից։ Դա է պատճառը, որ ռուսամետ դիրքորոշում ունեցող ու խորհրդարան անցած քաղաքական ուժերը առայժմ սպասողական վիճակում են։ Եթե իրենք ներկայացնում են Կրեմլի շահերը Հայաստանում, բնականաբար իրենք չեն կարող ընդունել ընտրությունների արդյունքները, մինչև իրենք հասկանան Կրեմլի դիրքորոշումը որն է։ Այդ առումով իրենք էլ են գտնվում շփոթված վիճակի մեջ։ Արդյոք այդ ուժերը կգնան խորհրդարան, կվերցնեն մանդատները, թե կընտրեն քաղաքական բոյկոտի ուղին։ Այս օրերի թերևս ամենից քննարկվող հարցն է։ Փորձագետները ընդգծում են ցանկացած դեպքում խորհրդարանը լեգիտիմության խնդիր չի ունենալու։ Կարծում եմ, որ իրենք մանդատները կվերցնեն, որովհետև նորից ընտրական միգրացիա կազմակերպել Հայաստան բավականին խոշոր գումարներ է արժանալու եւ առանց հստակ արդյունքի այս անգամ կարող է շատ ավելի պակաս ձայն հավաքեն։ Ես բացառում եմ այն տարբերակը, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը հրաժարվեն մանդատներից, ավելին համարյա թե համոզված են, որ բոլորը վերցնելու են մանդատները, լեգիտիմության խնդիր Հայաստանի ազգային ժողովը չի ունենալու եւ ունենալու ենք միայն խնդիր կապված ազգային ժողովում քաղաքական օրակարգերի առաջմաղման հետ, ինչպես ունեցել ենք նախորդ 5 տարիներին։ Այդ օրակարգից ամենաառանցքայինը սահմանադրական հարագվեի հարցն է, որի իրականացման համար կառավարող ուժը խնդիրներ այդուհանդերձ կունենա։ Ժողովրդավարական երկրներում շատ դժվար է յուրաքանչյուր զարգացած երկրում, որ մի կուսակցություն սահմանադրական մեծամասնություն ապահովի։ Դա տեսնում եք ոչ ժողովրդավարական կամ բռնապետական համակարգերի մեջ, որտեղ մի կուսակցություն կարողանա 55-ից 60% ավել ապահովի տևական, դա ժողովրդավարական չէ։ Այնտեղ խնդիրներ են առաջանում, այդ առումով ակնհայտ է, որ այս իշխանությունը որ չկարողացավ այդքան ձայն հավաքի, դա նշանակում է, որ մենք ունենք առողջ ժողովրդավարական համակարգ։ Արդյոք սահմանադրական փոփոխությունների հարցում խոչընդոտների բախվելը կարող է ազդել խաղաղության գործընթացի վրա։ Բաքուն, որ պարբերաբար բարձրացնում էր այդ հարցը, կարող է արդյոք ապակառուցողական քայլերի գնալ։ Փորձագետն է պարզաբանում։ Ես համոզված եմ իմ քաղաքական տեսանկյունից, որ Միացյալ Նահանգները եւ մեր տրանսատլանտիկ համակարգի գործընկերները կդնեն այն ճնշումը Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանը հասկանա այդ ապակառուցողային մոտեցումը չի աշխատելու, որովհետեւ եթե հասկանում եք Միացյալ Նահանգները այդքան ներդրում է անում եւ այս տրիպի նախագիծը պետք է իրականացվի, Ադրբեջանը չի կարող լինի մի դերակատարը, որը ամբողջովին խոչընդոտելու է այս լայն ռազմավարությունը։ Քաղաքական պայքարն այժմ տեղափոխվում է այս շենք, որն առաջիկա տարիներին կդառնա հիմնական քաղաքական զարգացումների էպիկենտրոնը։ Որոշ քաղաքական ուժեր կարդարացնեն ընտրողների վստահությունը, որոշները պարզապես ամբիոնը կօգտագործեն հաջորդ ընտրություններին նախապատրաստվելու համար։ Վոլոդիա Մուշեղյան, Մհեր Կիրակոսյան, Հովհաննես Քյոսեյան եւ Դավիթ Դանելյան, Կիրակնորյա լուրեր։